Ժորժան, մեր երկրում մարդկանց աշխատանքային իրավունքները ամենուրեք խախտվում են եւ մարդիկ ահազանգում են, ասում են, որ գործատուները իրենց չեն գրանցում կամ գրանցում են կիսով չափ եւ ինչու է դա տեղի ունենում, որտեղ պետության հարկային քաղաքականությունը շատ սխալ է եւ գործատուները շատ անգամ որպեսզի քիչ ավելի հարկ վճարեն, որտեղ հարկերը անհիմն բարձր են եւ վերջերս նաեւ բարձրացել են, մարդկանց ստիպված են կիսով չափ գրանցել, չգրանցվել եւ այլն եւ այլն։ Այսինքն խնդիրները ստեղ առաջանում են պետության սխալ հարկային քաղաքականության արդյունքում։ Մարդիկ էլ դրանից իհարկե շատ հնարավորություններից են զրկվում, օրինակ բանկում վարկ վերցնելուց եւ այլն, մի շարք հնարավորություններից, որովհետեւ կամ գրանցված չեն, կամ գրանցված են կիսով չափ։ Իրական իրենց եկամուտը չի երևում։ Այսինքն այս հարկային քաղաքականությունը պետք է վերանայել։ Այդ բեռը, որը դրվել է բոլորի վրա հավասար, թե խոշոր բիզնես, թե միջին բիզնես, թե մանր բիզնես, պետք է վերանայվի։ Հարկը պետք է լինի այնպես, որ քիչ բիզնեսը, փոքր բիզնեսը ավելի քիչ հարկ վճարի տոկոսով, միջինը եւ խոշորը այլ ուրեմն տոկոսադրույքով վճարեն, ինչ նշանակում համահարթեցման այդ հարկային քաղաքականությունը։ Ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը ասում եմ, Հայաստանում աշխատանքային իրավունքները մարդկանց խախտվում են հնարավոր ամեն ձևով։ Էլ չեմ ասում, որ վերջնահաշվար գործատուները շատ անգամ չեն անում, մարդկանց աշխատավարձները չեն տալիս, խնդիրներ են ստեղծում եւ դա գալիս է նրանից, որ չկա մի շատ կարևոր ինստիտուտ, որ կպաշտպանի մարդկային աշխատանքը, հա, այդ քրտինքը, կպաշտպանի մարդու իրավունքները աշխատանքային եւ դա պետքա ձևավորվի եւ հարկային քաղաքականությունը պետքա վերանայվի։ Ժորժան, խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմեջին եւ գրեք մեկնաբանություններում ձեր պատմությունները։